Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Սանտիագո, խնդրում եմ ասա, որ չես գնա։ Դու կարծում ես եզերան մտքին է, որ կարելի ամեն ինչ նորից սկսել, Վիոլետա, ոչ։ Ես պետք է գնամ։ Պետք է փորձեմ ինձ նորից գտնել։ Բայց դրա համար շատ հեռու գնալու կարիք չկա։ Ես արդեն ամեն ինչ կազմակերպել եմ։ Տան բանալիները Յոլանդային եմ տվել։ Ես պետք է հեռանամ Բորովսկիներից, քեզանից, այս կեղծիքից։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, կարծես կյանքս խլել են ինձանից։ Հասկանում ես, ես պետք է գտնեմ այն։ Սանտիագո, իսկ քո որդին, չէ որ նա քեզ է սպասում։ Նա ոչ մի բանի պակաս չի զգա, ոչ։ Բորովսկիները շատ հարուստ մարդիկ են։ Նրանք երեխային ամեն ինչով կապահովեն։ Բայց նրանք չեն կարողանա հոր սերն ու քնքշանքը տալ երեխային։ Որոշում ընդունելուց առաջ մի լավ մտածիր։ Եթե նա անկեղծ մայր ունենար, հայր էլ կունենար։ Դա է ընկին է, որ դու պետք է վճարես արածիդ համար, Վիոլետա։ Մեղավորների պատճառով անմեղներն են տուժելու, այո։ Ամեն անգամ երբ հայելու մեջ ինքդ քեզ նայես, այդ նախադասությունը կրկնիր։ Դες կարողանաս հասկանալ, թե ինչ ես արել։ Դու սպանեցիր իմ մեջ անհրաժեշտ զգացմունքը, որը ես ստացում էի քո հանդեպ։ Գոնե ասա, թե ուր ես գնում։ Ես դեռ ինքս էլ չգիտեմ։ Ստեսություն, Վիոլետա Սիլվա։ Սանտիագո, մինչև ամսվա վերջ դու հայր կդառնաս։ Ես որոշել եմ նրան Պաբլո անվանել։ Աստվածի աղաչում եմ։ Օգնիր ինձ։ Օգնիր, որպեսզի չհանձնվեմ։ Օգնիր ինձ։ Սանտիագո, հրեշտակս խնդրում եմ մի լքիր ինձ։ Ներիր ինձ։ Ոզին մարզը սրահում էր, իր ամանուրավարժություններ անում, հետո էլ հյութ խմեց ու անսնլիս անգամ մարզիչի հետուկը կմչտեց։ Այս եղան շատ խելացի է, լսում ես, նա շատ զգույշ է Մակո, ու բացի այդ նա ինձ այլևս հաղորդագրություններ չի ուղարկում։ Տեսնես ինչ է մտածում։ Չգիտեմ նա ինչ է մտածում, բայց գիտեմ թե ես ինչ է մտածում։ Պետք է լսնել Մակոյի ստամոքսը, լսում ես, որտեղ անընդհատ դատարկ է, ու ազգային հիմն է երգում։ Դու շատ հետաքրքիր տղա ես, Մակո։ Ես քեզ իմ կարկասների մասին եմ ասում, իսկ դու միայն ուտելու մասին ես մտածում։ Ինձ լսիր, Մակո։ Այդ տղան մի բան է մտածել։ Եթե ուզում ես, կարող ես գնալ մի բան ուտել, բայց ես այստեղ կմնամ, պարզ է։ Ոչ, մի րոպե սպասիր, ես գիտեմ, դու ուզում ես ինձ զգացմունքներից միջոցով ղեկավարել, հասկացար։ Ես քո հավատարիմ ընկերն եմ, պարզ է։ Լավ, ասեմ, որ որոշողը դու ես, բայց ես քո փոխարենը հոգեկան հիվանդին մի աննշան առավելություն էլ չէի տա։ Ալո, Լեոն։ Ես ստացել եմ քո հաղորդագրությունը։ Լսիր, շատ տարօրինակ է ուրելը, որովհետև ես քեզ ոչ մի հաղորդագրություն չեմ ուղարկել։ Բայց հասկանում եմ։ Դու ինձ մեկ ուրիշի հետ ես շփոթում։ Լսիր, վերջ, մի վարքան, բավական է վիրավորես ինձ։ Նորից եմ ասում։ Ես վանականը չեմ, հասկացար։ Ճիշտ է, երբեմն ինձ հետ կապվում եմ, բայց այս հարցում ես այս տան մեջ միակը չեմ։ Ես այն մարդը չեմ, որ ընտրում ես։ Լսիր Աուրելիո, բավական է պնդես, որ ես եմ մարդասպանը, պարզ է։ Ես քեզ մի խորհուրդ կտամ։ Բռնիր վանականին, ու ինձ հանգիստ թող, պարզ է։ Մի բան էլ հոր եղբայր, հիշիր, որ նա քեզ կտրորի, եւ ոչնչացնի։ Հիշիր այդ ամենը։ Այդ տղան շատ խելացի է։ Նա ոչինչ չի խոստովանում, չի ասում, որ ինքն է վանականը, որովհետև վախենում է, կարծում է, թե դանագրում եմ իրեն։ Լսիր, բայց Լեոնն է վանականը, ուրեմն այդ տղան երակներով ջուր է հոսում, ոչ թե արյուն, բայց դե կարևորն այն է, որ նա իմ գոյիտայից ու իմ երեխայից հեռու մնա։
Լսիր, ինչու են այդ երկիչները վամպիրներ կոչվում։ Դա այն պատճառով է, որ նրանք քաղցած են։ Վամպիրներ։ Բայց ինչու են նրանք այդքան գունատ։ Սպասիր, մի րոպե հորեղբայր։ Ես նրանց գիտեմ։ Նա նրանց գիտի։ Որտեղից գիտի։ Լսիր։ Լավ է որ տեսակ ես։ Կլեմենտինա որտեղ է։ Ինչ իմանամ։ 1000 տարի է չեմ տեսել նրան։ Այդ թռչնակը։ Բաղուց ծրել գնացել եմ մեզանից։ Բայց սպասիր, հիշեցի։ Վերջին անգամ եմ տեսել նրան, շատ տարօրինակ տեսք ուներ։ Լսեք ինձ, ինչ է եղել։ Սկզբում Կլեմենտինան կորավ, հիմա Լիադին եմ։ Սա ինձ բոլորովին դուր չի գալիս։ Աստված իմ, ես պետք է դուրս գամ այստեղից։ Մայրիկ, օգնիր ինձ, Աուրելիո։ Խելագարվանականը Նիկոլասն է։ Խնդրում եմ, օգնեք ինձ։ Ես արդեն ասացի քեզ։ Մտքովդ էլ չանցնի, որ ճաշից հետո գրասենյակ չեն գնալու։ Ոչ, հետո ինչ։ Մեկ էլ միշտ հասկացիր, որ դու ես գրասենյական աշխատանքի համար խելագարվում։ Սա ինչ է։ Եվս մի ապացույց, որ այսօր ընթրիք չի լինելու։ Դե չհաշված եթե դա անմեղ ու անցած ծննդաբերության նկարահանում լինի։ Դե լավ, բավական է, Մակո, բավական է։ Բայց լսի, ինչու չեն կարող այնտեղ մի փոքր ուշ գնալ։ Ստամոքսը ցավում է, հասկանում ես։ Գիտես ինչ։ Գնա հասկեր։ Իսկ ես գնամ սա դիտելու։ Ես պետք է ջունգլիներում մնայի։ Ոչ։ Ես եկել եմ տեսնել փորդ ինչպես է։ Օրորի ավելի ու ավելի է մեծանում, չգիտեմ էլ թե որքան է մեծանալու, չգիտեմ վերջում ինչի եմ նմանվելու։ Բայց գիտես, այս շատ ժամանակ կա գոյիտա, այնպես որ լավ կլինի համակերպվես։ Ոչ, բայց սա ահավոր է։ Ես չեմ կարողանում խաղալ Կլաուդիայի հետ, չեմ կարողանում վազել, կոշիկներս էլ չեմ կարողանում կապել։ Ես ուզում եմ, որ նա հենց հիմա ծնվի։ Նա չի կարող հիմա ծնվել։ Մոտ արի։ Լսիր, արի քեզ ամեն ինչ բացատրեմ։ Եթե նա հիմա ծնվի, նա այն փոքրիկը չի լինի, որը դուք ուզենայիք որ լիներ։ Նրա թոքերը, փոքրիկ սիրտը դեռ չեն զարգացել։ Պատկերացրու, նա անգամ եղունգներ չունի, հասկանում ես։ Իսկ ինչու չի կարող այդ ամենը դրսում զարգանալ, ինչու պետք է նա դրա համար ներսում լինի։ Ոչ, Լեոն, ես ուզում եմ ազատվել այս փորից։ Ախր այն շատ ծանր է։ Լավ, հանգստացիր գոյիտա, վաղը։ Ես խոստանում եմ քեզ սիրելիս, վաղը ես կազատեմ այդ փորից քեզ։ Հիմա դու պետք է հանգստանաս։ Շնորհակալ եմ, Լեոն, փառք Աստծո, որ դու ինձ հասկանում ես։ Դե իհարկե հասկանում եմ։ Ու այդ պատճառով էլ այնպես կանեմ, որ այդ միտքը քեզ այլևս չմտնի։ Իմ քույրը նրա մոտ է։ Այդ սերի կամբարներ է քրոջս։ Ես մի հարց եմ ուզում տալ ձեզ։ Լսեք, մի րոպե ուշադրություն։ Դուք այդ ինչ էիք անում, երբ մահամերձի պես ճիչեր էիք արձակում։ de bestia moribunda. Երկում էինք։ Երգում էիք։ Շատ ներողություն։ Լսեք, Լուչիանո Պավարոտին է երգում։ Պլաչիդո Դոմինգոն է երգում։ Այո, իհարկե երգում են։ Իսկ դուք կարծես հիմար կապիկների մի խումբ լինեք։ Դուք այնպիսի ձայներ եք անում, կարծես կոկորտի հիվանդություն ունեցող հավեր լինեք։ Շատ ներողություն, բայց ոչ, ինձ ձեր արտաքին տեսքն էլ դուր չի գալիս։ Դուք ընդհանրապես ուտում եք։ Մի բան ուտում եք գոնե։ Ուրեմն ուտում եք, հա? Այդ դեպքում ինչու եք այդքան գունատ, ձեր դեմքերը կարծես մոմից լինեն։ Ոչ, լսեք։ Մի ընկեր ունեմ, որը թաղման բյուրո ունի։ Ես իմ այդ ընկերոջը խորհուրդ կտամ ձեզ վարձել, որպեսզի թաղման արարողություններն ավելի հետաքրքիր անցնեն։ Ինչ կասեք։ Դե ցտեսություն։ Դուրն այն կողմում է։ Շնորհակալություն հայտնեք ղեկավարությանը։ Շնորհակալ ենք։ Գնանք այստեղից։ Ողջույն Լեոն, գործերդ ինչպես են։ Կարող են ավելի լավ լինել։ Իդեպ,
Նոր Գրեգորիայի մոտ է, ստիպված է նրան մեկ քնաբեր տալ, որ մի քիչ հանգստանա։ Իսկ ինչի համար։ Լենա հիմա ճգնաժամ է ապրում։ Պիա, մի խորհուրդ տամ քեզ։ Հիմա Գրեգորիան ավելի, քան երբևէ քո օգնության կարիք ունի, բայց դու պետք է համբերատար լինես նրա հետ։ Այո, գիտեմ։ Բայց բանն այն է, որ երբեմն նա դառնում է անկառավարելի։ Ես նրա մոտ կգնամ։ Լսիր, տես թե կյանքն ինչպիսին է, Լեոն։ Պարզվեց, որ դու հրաշալի, բարի եւ հոգատար տղա ես։ Ամեն հարցում օգնում ես ընտանիքիդ։ Ինչ հետաքրքիր է կյանքը, չէ՞։ Դե իհարկե։ Իհարկե դա չի նշանակում, որ առաջ դու մի փոքր տհաճ ու անպետք չես եղել։ Բայց Լեոն, պարզվում է, որ հոգուդ խորքում շատ բարի անձնավորություն ես։ Շնորհակալ եմ։ Լեոն, Յադիրան վերևում չէր որդիս։ Ոչ, ես նրան չեմ տեսել։ Ինչու՞։ Հնարավոր է, որ հայրիկիդ մոտ ռեստորան է գնացել, ճիշտ չեմ։ Այնտեղ ինչ-որ հետաքրքիր բան կա։ Միթե չգիտես։ Ոչ։ Դե նրանք ուզում են երգիչներ բարձել երեկոյան շոուների համար ու դրա համար համերգի պես մի բան են կազմակերպել այնտեղ։ Չգիտեիր ինչ է։ Ոչ, չգիտեի։ Բայց լսիր Յոլանդա, մի անհանգստացիր։ Յադրիան երևի այնտեղ է մյուսների հետ։ Հիմա նա այնտեղ պարում է ճճում, իսկ դու այստեղ նրա համար անհանգստանում ես։ Ճիշտ է։ Հանգստացիր, լուրջ եմ ասում։ Կհանդիպենք։ Առայժմ։ Առայժմ։ Այդ աղջիկը շատ վատ սովորություն ունի, երբեք չի ասում, թե ուր է գնում կամ ում հետ է գնում Անաստասիա։ Ես հենց հիմա կգնամ ու կսպանեմ այդ ծրիկային մակո, ու լավ կլինի, որ դու հենց հիմա հեռանաս ճանապարհից ես, հակառակ դեպքում ես ինչ եղավ։ Վերջ դու եղբայր։ Ամեն ինչ վերջացած է։ Մի վախենա, վերջում քեզ եւ Վանակարին խելագար կճանաչեն, շատ լավ։ Արա ինչ ուզում ես։ Այդ Ալանա կբռնել է քրոջս։ Միթե չես հասկանում եղբայր, նա բռնել է քրոջս, բռնել է քրոջս։ Դե լավ, հանգստացիր։ Ուղղակի ուզում եք ես խելագարության հասցնել։ Նա Յադիրը ինչի իսպանի կտեսնես։ Դե ուրեմն ես հիմա ինչ պիտի անեմ։ Ասա ինչ անեմ։ Դե չգիտեմ ինչ է ուզում, իսկ դու գնա ու գոռա հայտնի բոլորին, որ արդեն գիտես թե ով Վանականը։ Դա քեզ ինչ կտա։ Նրանք կծաղեն միայն քեզ վրա։ Բայց գիտես ինչ։ Իմ հարազատներն ինձ կհավատան։ Այո, բայց մտածիր։ Նա ախր կասի, որ խանդից ես այդպես ասում, որովհետև նա Անաստասիային է սիրում։ Եվ դա շատ լավ պատճառաբանություն կլինի նրա համար, հասկանում ես։ Այդպես դու ոչինչ չես ասնի։ Ինչ ես ուզում։ Դու դա ես ուզում։ Յադիրա, որտեղ ես աղջիկս։ Սիրտս մի տեսակ ծանրացած է, ես արդեն անհանգստանում եմ։ Հուսով եմ լավ ես սիրելիս։ Հուսով եմ քեզ հետ ոչ մի վատ բան չի պատահել աղջիկս, Աստված իմ։ Ալո, Նիկոլաս։ Այո, ես եմ Յոլանդան է։ Լսիր, կարող է Յադիրան քեզ հետ ռեստորանում է։ Ոչ, Յոլանդա, նա այստեղ չէ։ Մենք ենք նրան փնտրում։ Մակո, ես չեմ կարող այստեղ հանգիստ նստել իմանալով, որ քրոջս այդ վայրենի կենտրոնին առավ անգելը, չես հասկանում։ Սպասի, ես քեզ չեմ ասում, որ այստեղ նստես ու խաղ անես, հասկանում ես, բայց շտապել էլ չի կարելի։ Լսիր, եթե Յոլանդան այդ տեսերիզը տեսնի, հաստատ հիվանդանոցում կհայտնվի։ Սրա ինձ մի մեծ շոու կստացվի, հասկանում ես։ Այդպես ես նրա ուզածը սկուտեղով կմատուցեմ, ճիշտ է։ Տեսնում ես, այ հիմա դու ես, ու մենք իրար հասկանում ենք։ Նա ինձ է փորձում։ Ես չպետք է կորցնեմ վերահսկողությունս։ Հիմա դու պետք է փորձես բանակցել նրա հետ, որպեսզի քրոջդ բաց թողնի։ Երազների խաչի դիմաց։ Դա է նրա ուզածը, ճիշտ է։ Ուրեմն այն քեզ մոտ է, այո։ Դա ուրեմն վերջ, էլ ինչ խնդիր։ Մենք երազների խաչը Յադիրի տայի հետ կփոխանակենք, հասկանում ես։ Հետո էլի ետ կվերցնենք նրանից, երբ Վանականին բռնենք։ Հիմա դու պետք է միայն երեխայիդ մասին մտածես։ Գիտես չէ, որ նա ամեն ինչ զգում է, թե ինչ է կատարվում քեզ հետ։ Եթե այսպես շարունակվի, նա ժամանակից շուտ կծնվի։ Ոչ, մայրիկ, թող հրեշտակներն այդ խոսքերը հեռու պահեն նրանից։ Տեր Աստված, բայց ինչու, ախր ես դեռ որքան պետք է տառապեմ նախկինում գործած մեղքերիս կեղտոտ անցյալիս համար։ Որքան։ Բավական է քեզ տանջես։ Բայց դա այդպես է, մայրիկ, ես իրոք մեղավոր էի։ Ես շատ մեղքեր եմ գործել, դու ինքդ էլ գիտես դա։
Բայց երկնային Տեր, ես քեզ ախր հազար անգամ խնդրեցի, որ ներես ինձ։ Չէ, որ ես շատ եմ փոխվել։ Գուցե Տերն ինձ չի ներել, որովհետև եթե ներած լիներ, ինչու պետք է ինձ այսքան տառապանք ուղարկեր։ Դե սերին, որովհետև հաճախ Աստծո սերն այլ կերպ է արտահայտվում, ու մենք նրա զորեղ ձեռքի ուժը շատ ավելի ուշ ենք զգում, կտեսնես։ Աստված իմ, սա ինչ է։ Յադրիան ինչ է եղել։ Դե նա կինոդերասանի մի է դարձել, չես տեսնում։ Վանական է արավանգյալը նրան։ Դու ինչ ես պատրաստվում անել հորեղբայր։ Բանակցել։ Այո, հասկանում ես։ Մենք որոշել ենք սպասել։ Սպասել իսկ հետո բանակցել։ Այ Ադրիան մեզ կերադարձնի փոխարենը։ Մենք նրան կտանք երազների խաչը։ Պատմիք չէ։ Թե ով իմանա բանականի մտքին ինչ է։ Իսկ դու չգիտես։ Դու ես նրա վստահված անձը։ Դա ուրեմն փոխանցի նրան մեր առաջարկը։ Պարզ է։ Վեր կաց սույլ աղջիկ, Գրեգորիա։ Գոյիտա, քեզ երես արած աղջկապես մի պահիր։ Վերջ դուր, լուրդ ես Գրեգորիա, դու գիտես, որ սենց դուր չի գալիս։ Գոյիտա։ Ինչ տարօրինակ է։ Լեոն ինձ ասաց, որ նրան թույլ քնաբեր է տվել։ Գրեգորիա, քույրիկս։ Գոյիտա։ Գրեգորիա, Գոյիտա, արթնացիր։ Տեր Աստված։ Լսիր, միշտ ես ենթադրում, որ ես կարող եմ կապի մեջ մտնել Վանականի հետ։ Ես նրանց հաղորդագրություններ եմ ստանում։ Ճիշտ ինչպես ես ընտանիքի մյուս անդամները։ Գիտեմ, որ օրենք մնաց գերուկտակ հիմար մտքերով են ասել։ Նա ասել, որ ես եմ Վանականը, բայց դա այդպես չէ։ Ոչ, ես ինքս եմ դատողություններ անում։ Պարոնայք, խնդրում, հավատացեք, ես Վանականը չեմ։ Գիտեք, կարծում եք, ես կարող եմ սպանել Յադրիային։ Տեր Աստված։ Լեոն, Գրեգորյան շատ վատ է, կարծես գիտակցությունը կորցրել է, ոչ մի կերպ չի արձագանքում։ Այն ինչ է եղել, սպասիր։ Գոյիտա, նա շնչում է, զարկերակնել եմ զգում, Գոյիտա։ Բայց նա գիտակցությունը կորցրել է, Մակո, Լեոնն ինձ ասաց, որ նրան ինչ-որ տեղ է տվել, այդ պատճառով էլ ներքև է իջել ու նրան էի փնտրում։ Ուրեմն Մակոն արդեն գիտի կասկածներիդ մասին, ասացիր, որ արդեն գիտես, թե ով Վանականը։ Դա իհարկե։ Դու նրան ասել ես, որ կասկածյալը ես եմ, բայց ցավոք ապացույցներ չունես, որովհետև դու իսկապես ապացույցներ չունես։ Ես ճիշտ եմ։ Ինձ սադրանքի մի ենթարկիր, Լեոն։ Մի ենթարկիր։ Յադրիային էլ հանգիստ է։ Նա այս ընտանիքի հետ ոչ մի կապ չունի։ Սխալվում ես։ Այդ օրոթին մի թերա գնահատիր հորեղբայր։ Յադրիան, Յոլանդայի, պապիկի կնոջ դուստրն է։ Այսինքն նա էլ է Բորովսկին։ Կոչնչացնեմ, ես քեզ կոչնչացնեմ, Լեոն։ Շատ ափսոս, որ ես Վանականը չեմ։ Քույրս, որտեղ է Լեոն, որտեղ է նա։ Դե Գոյիտա, արթնացիր սիրելիս, արթնացիր։ Ես արդեն առավոտ է, արթնացիր, խնդրում եմ։ Գոյիտա, ինչ լավ է։ Ներիր, որ քեզ այդպես վախեցրի, Մակո, պարզապես ես ինքս էլ էի ահա որ վախեցել։ Դե ոչինչ, բայց մյուս անգամ սկզբից ստուգիր, լավ, որովհետև մինչ այստեղ գալս 4 անգամ կատված ստացա, եւ բացի այդ ես պետք է Աուրելիոյի մոտ գնամ։ Վանականը իրեն հիմա ավելի ազատ է պահում, քան Գլորիա Տրևին, հասկանում ես։ Իսկ Աուրելիոն քեզ ասել է, թե ով է Վանականը։ Դե ոչ, իհարկե, ոչ մի բառ չի ասել։ Ընդհանրապես ոչինչ, բայց մենք պետք է զգոն լինենք ու բացի այդ ես կուզենայի, որ Լեոնը իրեն ազատություն չտար։ Ինչպես կարող եմ չվստահել Լեոնին, Մակո, խնդրում եմ, նա միշտ էլ հավատարիմ է եղել իմ ընտանիքին։ Դե համաձայն եմ, բայց տվյալ պահին ես ոչ ոքի չեմ վստահում, նույնիսկ Մանուկ Հիսուսին, հասկանում ես, չէ։ Գիտես, ես չեմ կարծում, թե Լեոնը կարող է որևէ մեկին սպանել, Աստված վկա, Մակո, նա չի կարող Վանականը լինել։ Թույլտվությամբ։ Այո, ես եմ Վանականը։
Դու ճիշտ ես հասկացել, ես եմ վանականը, բայց քեզ ոչ ոք չի հավատա, որովհետև ես այնպես տպավորություն չեմ թողնում, որ ինձ վրա ինչ-որ մեկ կասկածի։ Տեր Աստված օգնիր ինձ, վանական ինձ սպանելու է, ես պիտի մահանամ։ Իսկ հետո, դե ես սպասում եմ, հուսով եմ ձեզնից ոչ ոք չի պատրաստվում լքել բռնցքամարտի ռինգը, լավ։ Լավ, դե ուրեմն ես մի անգամ էլ կխփեմ զանգը։ Ներեցեք, որ խանգարում այս կարևոր իրադարձությունն է։ Գիտեմ, որ այս պայն բոլոր շատ լարված եք, բայց Անաստասիա պիտի ասեմ, որ Իլանդան քեզ դրսում սպասում է։ Նա շատ ուզված է։ Լավ, եղավ, ես պիտի գնամ։ Եթե ուզում եք, կարող եք սպանել իրար, ես արդեն հոգնել եմ այս ամենից։ Դե երևի սա ինձ հետ է կատարվում, որովհետև ես խանգարում եմ ուրիշներին։ Ես գնամ, Մակո։ Այո, գնա։ Ցավում եմ քո քրոջ համար Աուրելիոն։ Հուսով եմ կարողանաս վանականի երազների խաչը տալ։ Ինձ դրսում սպասիր, Մակո։ Արի հենց հիմա պայմանավորվենք։ Քրոջս կյանքը շատ ավելի կարևոր, քան երազների խաչը։ Արի պայմանավորվենք։ Այսինքն ուզում ես, որ ես իմ ընդունեմ, որ ես եմ վանականը, որպեսզի Օվիդիոյի տեղադրած ցախցիկով ամեն ինչ նկարահանվի։ Եվ դու ապացույց ունենաս։ Ասեմ, որ առանձնապես խելացի չես Աուրելիոն։ Ընդհանրապես խելացի չես։ Բայց ինչ կլինի, եթե աղջիկս այդպես էլ չհայտնվի։ Հանգստացեք Տիկին Իոլանդա։ Նա ասաց ինչ-որ տղայի հետ կլինի, որպեսզի Նիկոլասի խանդից քեժվի, հասկանում եք։ Դե ավելի վատ նրա համար աշխարհում խանդից հիմար բան չկա։ Հենց այդ պատճառով են Լեոնն ու Աուրելիոն անընդհատ կռվում, զզվում եմ արդեն։ Եթե մի ժամվա ընթացքում աղջիկս չհայտնվի, ես ոստիկանություն կզանգեմ, որովհետև այլևս չեմ կարող դիմանալ։ Հանգստացիր, Յոլանդա։ Ես քեզ կտամ երազների խաչը, քրոջս կյանքի փոխարեն։ Որտեղ, երբ եւ ինչպես։ Այստեղ, 2 ժամ հետո։ Միայն ես ու դու առանց վկաների։ Դու շատ զվարճալի տղա ես, գիտես։ Իսկ դու նողկալի տղա ես։ Իմ ժամացույցով ուղիղ ժամը 10-ն։ Իմ ժամացույցով էլ, ուրեմն կհանդիպենք կես գիշերին։ Այո, վամպիրների պես։ Դե ուրեմն, կես գիշերին։ Դե լավ, ժամը 10-ն է։ Տեսնենք կարող ենք մինչև կես գիշեր ավարտել։ Ժամը 10-ն է, 10-ն է։ Հաջորդը թող ներս գա։ Ես շատ եմ հոգնել։ Էմիլիա, ժամը քանիսն է։ Արդեն ժամը 12-ն է։ Այս ամենը 2 ժամ տևեց։ Այո, բայց հիմա կարող ենք քվեարկել։ Քվեարկել։ Կարծում ես մենք կարող ենք քվեարկել։ Հապա այնտեղ նայիր։ Արդեն կես գիշերն անց է, իսկ Լեոնը չկա ու չկա։ Ինչ կասես գարեջուր չխմենք, որպեսզի ժամանակը ավելի արագ անցնի։ Ամես մատների վրա խաղացնում է։ Լավ, էշուր Մակո։ Կարծում ես նրան այլևս թույլ կտամ, որ իրեն այսպես պահի։
Մենք նրան ոչինչ չպետք է ասենք, հասկանում ես։ Իսկ ինչ անենք, թույլ տենք, որ քրոջը սպաներ, ոչ եղբայր, ես այլ ընտրանք չունեի։ Դե ուրեմն դու պետք է արագացնես, հակառակ դեպքում Յոլանդան կզանգի բոլոր հնարավոր հետախուզական կազմակերպություններին, հասկանում ես ինչ եմ ուզում ասել։ Ոչ դա ահավոր կլինի։ Ոստիկանության այս հարցում ներգրավել չի կարելի։ Այդ պատճառով Անաստասիային այս մասին ոչինչ չասացի, որովհետև նա կարող է շատ բաներ փչացնել։ Իսկ խաչը բերել ես։ Տատիկ, լսիր։ Ուրեմն Աուրելիանն երազանի խաչ նրա մոտ է։ Ու ես չգիտեմ։ Լսիր, մենք կարող ենք նրա քրոջը փոխանակել այն։ Փոխանակենք, տատիկ։ Բայց միայն դու պետք է ինձ ասես։ Փոխում ենք թե ոչ։ Դու ինձ պետք է ասես թե ինչ անեմ։ Դու պետք է խոսես ինձ հետ, խնդրում եմ։ Դու պետք է ասես ինձ թե ինչ ենք անելու։ Որովհետև ժամանակ անցնում է, տատիկ։ Մենք այլևս ժամանակ չունենք։ Ես պետք է իմանամ թե ինչ եմ անելու երազների խաչի եւ Աուրելիոյի հետ։ Ինչ անենք, տատիկ։ Ինչ անենք։ Ասա ինձ, խնդրում եմ։ Փոխանակենք։ Զարմիկ, դու մեզ լավ խաբեցիր։ Ոչ հիմա։ Աղաչում եմ, ոչ հիմա։ Էլ ինչ ես ուզում ձայնագրել մարդասպան։ Ինչու դու ինձ դավաճանեցիր։ Հանգիստ թողեք ինձ, աղաչում եմ։ Լեոնն ինչ եղավ, եկավ։ Ոչ, ես ոչ գիշեր մի վայրկյան աչք չեմ փակել։ Այդ գազանը այդպես էլ չհայտնվեց։ Ես ունի հեռախոսի վրա այնքան հաղորդագրություն եմ ուղարկել, որ ինձ թվում է թե հեռախոսը, որը պիտի պայթի։ Լսիր, իսկ այդ տեսայերիզի վրա որևէ նշան չկա, դե միգուցե մի բան, որը քեզ կհուշի, թե որտեղ է քույրդ։ Ոչ, ես այն անգիր գիտեմ, ոչինչ չկա, ոչ մի աղմուկ, ոչ մի նշան, ոչինչ։ Այս աշխարհում այսքան մարդասպան կա, իսկ բանությունների Էյնշտեյնը անպայման մեզ պիտի բաժին ընկներ, բայց դու մի հուսահատվիր։ Չհուսահատվեմ, բայց ինչպես երբ գիտեմ, որ ամեն վայրկյան յադրի այդ տանջանքները ավելանում են։ Այո, բայց գիտես ինչ, յադրիան ողջ է, ու ես կգտնեմ նրան, որովհետև ինձ հետ նույնը չի կարող պատահել, ինչ որ Դեմետրիայի հետ եղավ։ Բայց միթե չես հասկանում, որ նրա ուզածն հենց նա է։ Նա ուզում է, որ դու ամեն ինչ մոռանաս ու քեզ անորոշ պահես, բայց ոչ մի դեպքում, այդպես չի լինի, մենք պետք է այս իրավիճակից օգտվենք, այս անգամ մեր ձեռքից չի բրցնի։ Լեոն, ես քեզ եմ սպասում։ Մենք պայմանավորվել ենք, մոռացել ես։ Քեզ ինչ ա եղել, Լեոն։
Ես դեռ այստեղ եմ ու տակցես չեմ շարժվելու մինչև չգաս եւ քրոջս չբերես հետդ։ Ինչ է քո ուզածը։ Ուզում ես խաղալ ինձ հետ։ Յադիրային այստեղ բեր։ Խնդրում եմ Աուրելիո, ամեն ինչից ողբերգություն մի սարքիր։ Ես չէի պատկերացնում, որ Յադիրայի պես աղջիկները կարող են ողջ գիշեր տուն չգնալ։ Pasar la noche afuera. De verdad. Աուրելիո, եթե երազների խաչը քեզ մոտ է, կարող եմ վստահեցնել քեզ, որ Յադիրան ողջ կմնա։ Ես ուզում եմ համոզել, որ քուրս ողջ եւ առողջ է։ Միայն դրանցով ես քեզ խաչը կտամ։ Պայմանները որոշողը դու չես։ Ուշադրիր ինձ լսիր։ Երեք ես ամեն ինչ պատրաստել եմ ու քեզ էի սպասում ամբողջ գիշեր, բայց դու խաբեցիր ու չեկար։ Հիմա էլ քո հերթն է իմ ասածն անելու։ Դե մի անգամից ասա, որ արդեն հոգնում ես։ Ասա որտեղ է Յադիրան։ Երբ քո ասածները գամ ու քրոջս ողջ տեսնեմ, այդ ժամանակ խաչը քեզ կտամ։ Պարզ է, այդ ժամանակ միայն։ Սպասիր իմ զանգին։ Ես քեզ կրոսեմ հասցեմ։ Ասեմ որտեղ է իմ Յադիրան։ Երեխաներ, լսեք, ձեզնից ինչ որ մեկն իմ Յադիրի տային տեսել է։ Ես նրան չեմ կարողանում գտնել։ Դուք երեկոյան միասին էիք։ Ոչ։ Ես էլ եմ նրան սպասում, որովհետև երեկվանից նրանից ոչ մի լուր չունեմ։ Ինչ։ Այո, մենք էլ կարծում ենք քնած է մնացել կամ էլ նման մի բան։ Ոչ, ես հենց նոր նրա սենյակում էին այնտեղ չէր։ Խոսեի քեզ մի բան խնդրեմ, Աուրելիոին զանգիրնա պետք է ոստիկանություն զանգի։ Իմ աղջիկն անհետացել է։ Սուրբ գույս աղաչում եմ քեզ, սուրբ գույս, պաշտպանիր իմ փոքրիկ աղջկան։ Ոչ, միայն ոչ իմ փոքրիկը։ Եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, ես չգիտեմ թե ինչ կանեմ։ Սուրբ գույս մի լքիր նրան, թող նա այդ խելագարվանականի ձեռքն ընկած չլինի։ Խնդրում եմ, թող սա ուղակի կեղծ տագնապ լինի։ Սա անհնար է, Բրոմելիա։ Ալեքսանդրան պատմում է ճշմարտությունը Բորովսկիների ոսկերչական խանութում տեղի ունեցած պայթյունի մասին։ Սա խելագարություն է, Բրոմելիա, սա ինչ է։ Քույրդ մամլո ասուլիս է տալու, որի ընթացքում նա մանրամասն պատմելու է, թե ինչ է պատահել այն օրը։ Օվիդիոյի մատը այստեղ խառն է։ Նա է կանգնած այս ամենի ետևում, այդ մեկը հաստատ։ Ես չեմ ուզում հոռետես լինել Անաստասիա, բայց ասեմ, որ եթե փոքր քույրդ վերադառնա ու պատմի մեր վերջին շոուի մասին, այս մեկը, որի հիմա ենք պատրաստում, գրողի ծոցը կգնա։ Եվ որտեղ է տեղի ունենալու այդ մամլո ասուլիսը։ Հենց այն նույն հյուրանոցի սրահում, որտեղ մենք ենք պատրաստվում մեր շոուն կազմակերպել, քույրդ ամեն ինչ պլանավորել է։ Միգուցե նա ուզում է ոչնչացնել քեզ։ Ոչ թե նա, այլ Օվիդիոն։ Բայց տեսնենք արդյոք կհաջողվի։ Դուք այսօր ճշմարտությունը կիմանաք արտասովոր Անաստասիայի մասին։ Պետք է ասեմ, որ Բալբուենա քույրերը ոչ թե երկուսն են, այլ երեքը։ Ջրի կաթիլի պես իրար նման 3 կանայք, որոնց հեշտությամբ կարելի է շփոթել։ Այն ահավոր պայթյունի օրը անհետացավ ոչ թե արտասովոր Անաստասիան, այլ նրա քույրերից մեկը, Ալեքսանդրան։ Նա որը խուլ էր։ Իսկ ինչու է Բորովսկիների ոսկերչական խանութը մինչև այսօր լռել այդ մասին։ Հաստորեն 3 քույրերը կարող են մեկը մյուսի փոխարեն հանդես գալ, 3-ն էլ նույնքան արտասովոր են։ Այո, նրանք 3-ն են, 3-ն էլ իրար նման են, բայց մնացածը դուք ասուլիսի ժամանակ կիմանաք, որովհետև նա ինքն է անցամբ այստեղ գալու ու պատմելու այն ամենի մասին, ինչի միջով ստիպված է եղել անցնել Բորովսկիների ոսկերչական խանութի կազմակերպած վերջին շոուի ժամանակ ռումբի պայթյունից հետո։ Շնորհակալություն։ Անչափ շնորհակալ ենք։ Ակվիլես։ Այստեղ արի։ Օվիդիոն հեռուստացույցով հայտարարություն է անում։ Արտասովոր Անաստասիան շոուի օրը ստիպեց քրոջը իր փոխարեն հանդես գալ, բայց շուտով Ալեքսանդրան անձամբ այդ մասին կպատմի։
Ոչ, բայց դա ինչպես է հնարավոր իմ որդիով վիդեոն հեռուստացույցով ելույթ է ունենում Ակվիլես։ Գալիս եմ։ Ախր այդ աղջիկը խուլ էր, չեմ հասկանում Ակվիլես նայիր։ Ոչ, ահա որդիս ով վիդեոն ասում է, որ Անաստասիան նրա անունն ինչպես էր, դե Անաստասիայի քույրը։ Ալեքսանդրան հիմա հեռուստացույցով հայտարարություն է անելու։ Ինչ։ Ոչ, հեռուստացույցով վիդեոին ցույց տվեցին։ Նա էլ ասաց, որ Անաստասիայի անհետացած քույրը շուտով հայտարարություն է անելու։ Նայիր։ Ճիշտ է։ Ոչ, որդիս, եթե իմ աղջկան ինչ-որ բան պատահի, ես կմեռնեմ։ Միթե չես հասկանում, որ նա դեռ շատ փոքր է։ Նա դեռ նոր է կյանք մտնում Աուրելիում։ Դե լավ, հանգստացիր մայրիկ։ Ես արդեն զբաղվում եմ Ադիրայի գործով։ Ինձ լսիր մայրիկ, ես խոստանում եմ, որ Ադիրային ողջ եւ առողջ ետ կբերեմ։ Դա նույնքան հաստատ է, որքան որ այն, որ իմ անունը Աուրելիո Պազ է։ Հուսով եմ, որդիս, հուսով եմ։ Ներիր ընկերս, ես չեմ ուզում աշնորհ կերել, բայց ասա։ Նրան վանականն է արավանգել։ Այո։ Սրանք այդ սարսափելի օրը լուսաբանող կադրերն են, այդ պայթյունը գրեթե ոչնչացրեց Ալեքսանդրային։ Այն կնոջը, որը փոխարինել էր արտասովոր Անաստասիայի։ Միայն նա է պատասխանատու այն օրը տեղի ունեցածի համար։ Բայց բարեբախտաբար անվտանգության տեսախցիկները ամեն ինչ նկարահանել էր, ու դրանց շնորհիվ այսօր բոլորը կիմանան ճշմարտությունը։ Ինչ ճշմարտության մասին է խոսքը, միգուցե տեսագրության մեջ երևում է նաև թե ով է այդ պայթյունը կազմակերպել։ Ամեն ինչ իր ժամանակն ունի օրիորդ։ Սակայն ամենակարևորն ու ամենացավալին այն է, որ Ալեքսանդրա Բալբուենը, այն կինը, որը փոխարինել էր արտասովոր Անաստասիայի, շատ լուրջ այրվածքներ էր ստացել։ Գրեթե ողջ մարմինն այրվել էր։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում նա շատ է տառապել ու տանջվել։ Իսկ Բորովսկի ոսկերչական խանութի տերն այս մասին ինչ է ասում։ Այս ինչ է կատարում այս ընտանիքում գրողը տան, ինչպես կարող էր Օվիդիոն ինձ այդպես դավաճանել։ Նա ախր ոսկերչական խանութի անվտանգության ծառայության տնօրենն է, նա ինչ է ուզում։ Դե միգուցե նա որոշել է դերասան դառնալ, ասենք Չարլի Չապլինի պես։ Դե ունկերը գիտել է, հետո էլ չգիտեմ, թխամորթ է, չէ։ Ագան է հիմար կատակներ անես, իսկ դու Աուրելիո անմիջապես Օվիդիոյին գտիր, ես ուզում եմ, որ նա այս հիմարության համար բացատրություն տա։ Մենք հիմա շատ ավելի կարևոր գործ ունենք անելու, քան Օվիդիոյի հիմար արարքը քննարկելը։ Իսկ ինչն է ավելի կարևոր, քան ոսկերչական խանութ Աուրելիո, ասա ինձ, ոսկերչական խանութը բոլորինս է, ես ուզում հենց հիմա լուծել այդ խնդիրը։ Ես ինչ եղավ, սերի։ Ոչինչ։ Ինչ է եղել, դե ասա ինձ, ես ուզում եմ իմանալ ինչ է կատարվում գրողը տանի։ Հայրիկ հիմա ոչ ոսկերչական խանութն է կարևոր, ոչ Օվիդիոն, ոչ էլ այդ հիմար շոուն։ Ոչինչ այդքան կարևոր չէ, որքան իմ քույրը։ Մենք պետք է փրկենք նրա կյանքը, որովհետև վանականը առևանգել է նրան։ Պատկերացնում թե հայրիկը հիմա որքան է բարկացած։ Ընտանեկան խնդիրները հասարակության առջև քննարկելը նրա համար դավաճանություն է, այո։ Մեծ դավաճանություն։ Հուսով եմ Օվիդիոն գիտի ինչ է անում։ Ես շատ ուրախ եմ Ակվիլես, որովհետև իմ որդին վերջապես ազատվել է պարոն Տոնիի լծից։ Սանտիագոն նույնպես ազատ է։ Այո, ես երկու որդի ունեմ, մեկը ղեկավարում է ոսկերչական խանութը, իսկ մյուսը դուրս է գալիս այնտեղից։ Վերջապես, նրանք են Ագրիպինա Սամանիեգեի որդիները, ճիշտ այդպես, այո։ Այո, տեսնում եմ ուրախ ես Ագրիպինա։ Դու չես էլ կարող պատկերացնել, թե որքան եմ սպասել այս պահին։ Վերջապես այդ անպետք մարդը կստանա այն, ինչին որ արժանի է։ Այդ անպետք մարդը, ինչպես դու ես նրան անվանում Ագրիպինա, իմ հայրն է։ Խնդրում եմ, մի մոռացիր այդ փաստը։ Այն ամենը ինչ ուզում եք իմանալ, հենց այսօր հայտնի կդառնա ձեզ, Ալեքսանդրան ինքը կպատմի ամեն ինչ։ Դա ճիշտ է, որ նա խելագարվել է երազների խաչի պատճառով։
Դա ճիշտ է, որ նա պատրաստել է այդ անիծված զարդը ու որ դա է պատճառ դարձել նրա բոլոր տառապանքների։ Ինչու վերջապես արտասովորի քույրը չի հայտնվում։ Իսկ գուցե սա ուղղակի Բորովսկիների ոսկերչական խանութի նոր արտասովոր հարցների շոուի համար յուրատեսակ գովազդ է։ Սա ինչ է նշանակում Օվիդիո։ Եկել ես քրոջը տեսնելու, եկել ես տեսնես ինչպես է իրեն զգում։ Դա ճիշտ է, որ այրված կինը ձեր քույրն է։ Այո, ճիշտ է։ Դժբախտաբար այս մարդու բոլոր ասածներն էլ են ճիշտ։ Հրաշալի է։ Այս բարձրությունը բավական է, որպեսզի չինական տիկնիկը ներքևանքներով 1000 կտոր լինի։ pedazo cuando caiga. Իսկ այժմ մի փոքրիկ աճպարարական հնարք։ Ինչ եմ զգում ես, Սա հապկանք է այն օրից, երբ նա ապտակեց քեզ Դե ուզում ես ինձ թույլ մի դուր սպասեմ քեզ Սիրտս գտամ քեզ ու քո ասացի պես Գետնովը գտամ քեզ, սերին նույնպես Ուզում ես խոսես, լավ է ու հարգացես լսես Հալավ դու հզոր ես, մաքուր սրտով ես Լսիր չեն պատրաստվում մատնել քեզ Կարող եմ փոխարենը կոտրել սիրտը թեզ Ահա, եկել է պահը վերցնելու վայելել քեզ Լավ կլինի, որ ինձ հետևես Փուրել, փախչեմ ու աշխարհն էլ